Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին սպառնում է 12 տարվա ազատազրկում փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով։ Գործում ներգրավված է Գասպարյանի ամբողջ ընտանիքը, նրանք մեղադրանքը չեն ընդունում։ Հիշեցնենք, որ 2021 թվականին համացանցում էր հայտնվել Դիանա Գասպարյանի և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աղմկահարույց ձայնագրությունը, որից հետո էլ Դիանա Գասպարյանը հայտնվեց իրավապահների թիրախում։ Թե չէ սենց չի լինի, իրան տարել է արդեն ինքն էլ երևի իր հոգեկանը արդեն չի դիմանում, իր նյարդերը տեղի են տվել, թող գնա իսկականից հանգստանա, չի լինի էլ սենց։ Ցավոտ տանա, իմ խնդրանքը, բայց կատարում ես, չէ, մնացածը կխոսան։ Ինքը առավոտ կայունանա, նորմալ կլինի, վերջ։ Տեսակ մենք մոռանում ենք, որ մենք հեղափոխություն արած թիմ ենք, հասկանում ես, լավ ես չէ, դուք այդքան ակունքներում եք եղել, դուք ձեր արժեքների համար այդքան զրկանքներ եք կրել ու պայքարել եք, ինքը մոռանում է, որ ստեղ արժեք ունեցող, սկզբունք ունեցող մարդիկ են, չի կարելի այդքան վրեքներով անցնել, ամեն անգամ սեփական էմոցիաները չտիրապետելու պատճառով։ Իսկ սրանք իրոք զոմբիներ, ինչ է նշանակում ինքնամաքրվում ենք, հիմա ազնիվ մարդիկ են, որ էլ չեն կարում ուժ գտնեն իրանց մեջ մնան։